Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Աբրահամյան, արդեն երկրորդ անգամ Ալեն Սիմոնյանը խոսում է այն մասին, որ Հայաստանից 110 քառակուսի կիլոմետր, թե մետր, այդ ինքը կիմանա ավելի լավ, ադրբեջանական տարածքներ մեր վերահսկողության ներքո են։ Նախ կխնդրեմ ձեր գնահատական այսպիսի հայտարարություններին, սրանք վտանգավոր են, վտանգավոր չեն, եւ ի վերջո ինչ տարածքների մասին է խոսքը, իդեպ ինքը ասում է, որ անկլավների մասին չի խոսում։ Ամեն անգամ, երբ որ հայաստանյան իշխանության տարբեր դեմքեր խոսում են մեր վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական տարածքների մասին, առաջին բանը, որ բանական մարդու մոտ առաջանում է, դա հետևյալն է։ Իշխանությունը պատրաստում է որոշ տարածքների հանձնմանը, եւ դա ի սկզբանե փորձում է իրականացնել տեղեկատվական նախապատրաստության միջոցով։ Դա եղել է Սոտքի հանքի հետ կապված, դա ժամանակին եղել է Տավուշի 4 գյուղերի հետ կապված, եւ այս իրավիճակում փորձում են հանրության ներկայացնել իրավիճակ, որով փորձեն ինչ-որ ձևով արդարացնել կամ մեղմել իրենց քայլերի պատասխանատվությունը։ Հայաստանի իշխանությունը այս 7 տարիների ընթացքում բացառապես զբաղված է եղել Հայաստանի շահերը վնասելով, հայ ժողովրդին դժոխքի ճանապարհով անցկացնելով եւ նրանց քաղաքական հայտարարությունները եւ նրանց քաղաքականության հետևանքը դա այն վիճակն է, ինչ մենք ունենք հազարավոր զոհերով, տարածքային կորուստներով եւ այլն։ Այնպես որ այդ հայտարարությանը ես մոտենում եմ այս տեսանկյունից։ Նաև անկլավների մասին են խոսում, իդեպ Արցախը վերադարձնելու մասին խոսեց Նիկոլ Փաշինյանը եւ ԿՊԱ-ական պատգամավորներ կան, որ խոսում են այն մասին, որ սահմանազատումն իրականացնելու ընթացքում անհրաժեշտություն կառաջանա վերադարձնելու ինչ-որ տարածքներ եւ նաև անկլավներ։ Սրան նույնպես էլի ձեր գնահատականը եւ ինչ խնդիրներ, իհարկե շատ է խոսվել, բայց նաև խնդիրների Մեր գլխավոր խնդիրը այն է, որ գործընթացը, որը անվանվում է սահմանազատում, իրականացվում է ադրբեջանական իշխանությունների օրակարգի ներքո։ Կա այստեղ երկու հանգամանք։ Առաջինը այն, ինչ Հայաստանի իշխանությունը զիջում է կամ հանձնում է, դա փորձում է ներկայացնել սահմանազատում, փորձելով պատասխանատվությունը իր մասով հնարավորինս նվազեցնել հանրային տրամադրությունների ներքո, որովհետեւ դրանից փաստական բան չի փոխվում, բայց քարոզչական մասով փորձում են որոշակի բալանս պահել։ Եվ երկրորդ հանգամանքը սահմանազատումը ինքնին որպես process ինքը բավականին բարդ է, բավականին բազմաշերտ է, բայց այս 2 տարիները ամենայն դեպս ցույց են տվել, որ Ադրբեջանի համար կա դրված նշանակետեր, Ադրբեջանը իրականացնում է դրանք ըստ իր ընտրության եւ այս պարագայում Միջև գոնե այս կետը ամեն ինչ ստացել է Ադրբեջանը եւ Հայաստանի Հանրապետությունը սրանից որևէ բան չի ստացել։ Այս պայմանությամբ էլ դեռևս օդում կախված է այն բոլոր տարածքների հարցը, որտեղ ադրբեջանական զորքերը մխրճված են եւ պահում են իրենց վերահսկողության տակ։ Չգիտես թե ինչու ոչ թե առաջնայնություն տրվել է այդ հատվածներին, որտեղ տեղի ունեցել ռազմական գործողություններ եւ Ադրբեջանը ակնհայտորեն գտնվում է Հայաստանի սուվերեն տարածքում, այլ տվել են բոլոր այն ուղղությունները, որը Ադրբեջանը փորձում է ներկայացնել որպես ադրբեջանական եւ բոլոր այն ուղղություններն է փորձում լեգիտիմացնել, որը իր համար ապահովում է Հայաստանի նկատմամբ մարտավարական եւ ռազմավարական գերակայություն։ Ըստ այդության մեր իշխանությունները պնդում են, որ այդ տարածքները խոսքը 200 քառակուսի կիլոմետրի մասին է, այդ տարածքները վերադարձվելու են սահմանազատման եւ սահմանագծման արդյունքում, եթե հաշվի առնենք, որ ադրբեջանական կողմը մի քանի անգամ բարձրաձայնել է այն մասին, որ հետ գնալու մտադրություն չունեն, ինչ հիմքով են մեր իշխանությունները նման պնդում անում։ Ավելին ասեմ, Ադրբեջանի իշխանությունները բավականին ինտենսիվ ամրաշինական աշխատանքներ իրականացնում բոլոր այն հատվածներում, որտեղ ունեն մխրճում, եւ այս տեսանկյունից շատ դժվար է մարդուն տրամաբանող մարդուն հասկանալ, թե եթե այդ տարածքները ինչ-որ փուլում սահմանազատման արդյունքում պետք է վերադարձվեն Հայաստանի Հանրապետության, ապա ինչու են այդտեղ այդպիսի ինտենսիվ աշխատանքներ ամրաշինական իրականացվում։
Սա մեկ, եւ երկրորդը նաեւ պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ Ադրբեջանը այս պահին այն ուղղություններով, որով այդ աշխատանքները որպես առաջնահերթ է համարել, որևէ կապ չունեն մարտական գործողությունների ծավալման հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող այդ հատվածներին։ Ավելին ասեմ, այն կանոնակարգ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընդունվել է, հնարավորություն է տալիս ցանկացած պահին գործընթացը տորպեդահարել, իսկ միջև այդ սահմանազատման հետևանքով իրենց անցած տարածքների հարցը որպես փաստական մաս համարել լուծված։ Հիմա բնական է, չէ, երաշխիք չկա, որ Ադրբեջանը ստանալու է այն ինչ որ ցանկանում է, իսկ Հայաստանի մխրճվածության, Հայաստանի տարածքում մխրճվածության հարցը մնալու է կամ հետագա տասնամյակներին, կամ դրանք որևէ պահին տորպեդահարվելու են, այսինքն գործընթացը սառեցվելու է, կանգնեցվելու է կամ որևէ այլ անվանում է ստանալու, արդյունքը մնալու է այն, որ Ադրբեջանը ոչ միայն պատերազմով, այլ կեղծ սահմանազատման process-ով հավելյալ տարածքներ ստանալու Հայաստանի Հանրապետությունից դրա դիմաց որևէ բան չի տալու։